փողոցներում, հրապարակներում։ Հիմա անցնենք այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց։ Ձեր մոտ դեժավյու չկա։ Իմ մոտ օրինակ կա, հիշում եք, ասում էր, հայ հեսա կհասնեմ Երևան, նենց մի բան ցույց կտամ։ Ճտիկով գրիչն էր։ Հրայր Թովմասյանի ճտիկով գրիչը, որ այ Հրայր Թովմասյանը ինձ հենց բան ա տվել։ Այդպես մի ճտիկով գրիչ էր այն փաթեթը, որ ինքը հրապարակեց։ Փաթեթը կիսատ էր, էական թղթեր չկային, որոնք բանակցային գործընթացի ամբողջականությունը կապահովեին։ Մասնավորապես նորացված Մադեդյան սկզբունքի մասին որևէ բան չկա, մասնավորապես Մինսկի խորհրդաժողովի 9-յակի առաջարկների մասին որևէ բան չկա։ Եվ իհարկե մեծագույն զավեշտը վերաբերվում էր Քիվեստի փաստաթղթին։ Փոխարենը տպում են ինչ-որ մի հատ թղթի կտոր, բառակույտ, որը իբրև թե Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր Լեոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը 2008 թվականին։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ նախընտրական շտաբում էր։ Թվագրված 99 թվականով ու վերջ, օրիգինալ չկա, ընդհանրապես ինչ որ հավաքած մի հատ տեքստ։ Ես 2 օր առաջ Քիվեստի համաձայնագրից 3 էջ հանրայնացրեցի։ Քիվեստի համաձայնագիրը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում այն տարածքները, որոնք հայկական կողմի վերահսկողության ներքո էին, այսինքն Մարտակերտի արևելքից եւ Մարտունու արևելքի են փոքր շրջանները չհաշված, անցնում էին հայկական կողմի ինքնիշխանության, Ադրբեջանը որևէ պահանջ չէր ներկայացնում։ Լաչինի միջանցք ունենում էր նույն կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Հայաստանի մաս էր կազմում, ապա շրջափակվում էին բոլոր կապուղիները, բոլոր, այլ ոչ թե Ադրբեջանը թույլ էր տալի, որ Ղազախստանից իր տարածքով 4-րդ կարգի մի բուր ցորեն բերեն։ Փոխարենը Հայաստանը Ադրբեջանին էր տրամադրում միջանցք, անխոչնդոտ, բայց սա գոնե անկեղծորեն դրա մասին նշվում է։ Իդեպ այդ միջանցքի ուրեմն օդային տարածքը, միջանցքից վերև, տակի փողը հայկական էր, այսինքն Ադրբեջանին անցնում էր որոշակի հաստությամբ ասֆալտ։ Սա է իրականությունը եւ իմ համար ուղղակի պարադոքս է եւ բանականության նկատմամբ վիրավորանք է ասել թուղթը չկա, չենք տեսել, բայց sense բանա գրած այդ ով Լյուցիֆերն էր երազում բերել այդ տեքստը թելադրել, չենք տեսել, բայց sense բանը գրած։ Մյուսը Նիկոլ Փաշինյանին ես երկար փորձեցի նույն հարցը տալ, վերջը վերջո ինչ է ինքը պատասխանել 2019 թվականի փաստաթղթին։ Փաստաթուղթը հրապարակած է, կարող եք դուք էլ նայել, բայց ցեղ պարզ գրած է Արցախի ժողովուրդը, բնակչությունը, տարբերությունը չգիտեմ, սկզբունքային է թե չէ, կամ ինչքանով սկզբունքային է։ Ստանում էր իր քաղաքական կարգավիճակը, ապագա իրավական կարգավիճակը որոշելու հնարավորություն, որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէր, որի արդյունքը որևէ մեկը չէր վիճարկելու։ Ստանում էր անցումային կարգավիճակ, որը ապահովում էր բնական կենսագործունեությունը հանրապետության։ Ստանում էր իրավունք մասնակցելու ՀՀԿ եւ ՄԱԿ միջազգային կառույցների նիստերին, որտեղ քննարկվում է Արցախի հարցը։ Հայաստանը դիտվում էր որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ինչ էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը այս թղթին։ Համեմատեք այն իրավիճակը, որը կարող էր ստեղծվել այս թղթով, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնվեր, եւ համեմատեք այն իրավիճակը, որը մենք ունենք այսօր։ Ինչի է թուղթը ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը սաստկացրեց իր հռետորաբանությունը։ Գիտակցաբար դա արեց, թե չէր հասկանում ինչը։ Եթե սկզբից 50-50 էր հավանականությունը, իր վերջի հայտարարությունները, որ Արցախը թոք էր եւ պետք է կտրեինք, ցույց էր տալիս, որ գիտակցաբար է տարել սաբոտաժի։ Եվ վերջապես,
Նիկոլ Փաշինյանի օրոք միայն ՀՀԿ Մինսկի խումբը չէր բանակցությունների հարթակը, ինչ էր ինքը բանակցել ուղակի Ալիևի հետ։ Դուշանբեում, Աշխաբադում, Դավոսում, Մյունխենում, Սանկտ Պետերբուրգում ինչ է բանակցել։ Դրա մասին որոշակի տեղեկություններ տվել է Ալիևը պատերազմից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանը չի երգել, ուղղակի դժգոհել է, թե ինչ է գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպում։ Ասել է, ես էլ նենց բաներ կասեմ, որ Ադրբեջանը անհուսալի ապակայունանա, չի ասել։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ամբողջական պատկերը տալ բանակցությունների, թող նաև նշի, թե ինչ է ինքը քննարկել Ալիևի հետ տետատետ, առանց օտար աչքերի և ականջների։ Թերևս անցնենք հարցերի, շնորհակալություն։ Ազատություն ռադիոկայան, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Խաչատրյան, ես կցանկանայի դուք արձագանքեիք ԱԱԾ-ի միջոցով